Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր եւ իրական պատմությունները։ Արմատներով Հադրութից գեներալ Ռուդիկ Բաքվեցին կամ Ռուդիկ Բակինսկին 90-ականների ռուսական հանցագործաշխարհի անհերքելի ու անքննարկելի հեղինակություններից էր։ Ահա թե ինչպես դասավորվեց հայ օրենքով գողի կյանքը, որը դուրս եկավ ռուսական հանցագործաշխարհի մյուս ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Ասլան Ուսոյանի, Դեդ Հասանի դեմ։ Ռուդոլֆ Սերգեյ Օգանովը ծնվել է բազմազավակ հայ ընտանիքում։ Բացի Ռուդիկից ընտանիքում եւս երկու օրենքով գողեր կային, նրա եղբայրները՝ Ալեքսանդրը, Սաշիկ Բակինսկին եւ Վլադիմիրը Վաչկոսը, որոնք եւս շատ ազդեցիկ էին։ Երիտասարդ տարիներից Ռուդոլֆը բռնում է քրեական ենթամշակույթի ճանապարհը։ Առաջին դատվածությունն ունենում է 1969 թվականին դատապարտվելով 3 տարվա ազատազրկման։ Հաջորդ դատվածությունը 1971 թվականին էր, դարձյալ 3 տարով, եւ նույն տարի Բաքվի բանտում 24 տարեկանում թագադրվում է որպես օրենքով գող։ Հաջորդ դատվածությունն ունենում է 1975 թվականին, արդեն 8 տարով։ 1980-ականների վերջում հայերի եւ ադրբեջանցիների բախումների պատճառով նա հեռանում է Բաքվից, հայտնվելով Ստավրոպոլի մարզում։ Այստեղի հանցագործ խմբավորումները նրան վատ են ընդունում եւ Օգանովը մեկնում է Տաշկենտ, ավելի ուշ հաստատվում Մոսկվայում։ Օգանովը շատ կարճ ժամանակում կրիմինալ աշխարհում հզոր գործունեություն է ծավալում եւ դառնում է Խորհրդային Միության քրեական աշխարհի հզորագույն ներկայացուցիչներից մեկը։ Իր ազդեցության արդյունքում նրա մականունին ավելանում է գեներալ բառը, դառնալով գեներալ Ռուդիկ Բակինսկի։ Եղբայրների հետ նա ստեղծում է այն ժամանակների համար նմանը չունեցող հզոր խմբավորում։ Նրանք իրենց հովանավորության տակ են վերցնում Ռուսաստանում ապրող բոլոր հայ գործարարներին, նրանց համար ստեղծելով անվտանգ միջավայր, հատկապես 90-ականների Ռուսաստանի քաոսում։ Ռուդիկ Բակինսկին 1997 թվականին չափազանց ճոխ ծննդյան տարեդարձ է նշում, որը կրիմինալ աշխարհում նմանը չի ունենում։ Օգանովն իր 51-ամյակին հրավիրում է Ռուսաստանի կրիմինալ աշխարհի ամենահայտնիներին։ Ներկա են լինում նաև պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։ Միջոցառումը վարում է հայտնի հայ հումորիստ Կարեն Ավանեսյանը։ Нашему виновнику торжества, нашему имениннику подают самый главный торт. И поэтому я прошу всех. Տարեդարձին երգում է նաև Լյուբով Ուսպենսկայան, որը հայտնի էր մեկ այլ հայ օրենքով գողի Սվորաֆի սիրուհի։ Իդեպ Ռուդիկ Բակինսկին իր ազդեցությամբ հանդիսանում էր Սվորաֆի հետնորդը։ «1990-ականներին Ռուդոլֆը փորձում է իր իշխանությունն ամրապնդել նաև Մինվոդիում, Կրասնոդարի մարզում, ամբողջ հարավային Կովկասում, որոնք այդ ժամանակ ենթարկվում էին Դեդ Հասանին։ Այդ տարիներին մեծ պատերազմ է սկսվում կրիմինալ աշխարհի երկու հզորագույն տիտանների՝ Ռուդիկ Բակինսկու եւ Դեդ Հասանի միջև, որը տարածվում է ամբողջ Խորհրդային Միությունում, անգամ նրա սահմաններից դուրս։ Ֆրանսիական Նիցում եւս տեղի են ունենում զինված բախումներ։ Գողական աշխարհը Խորհրդային Միության փլուզումից հետո բաժանվում է երկու մեծ ճամբարի։ Մեկը գլխավորում է Ռուդիկ Բակինսկին, մյուսը Դեդ Հասանը։ Ռուդիկը շատ լուրջ մեղադրանքներ է ներկայացնում Դեդ Հասանի դեմ, նշելով, որ նա հայ հեղինակություններից հավաքված ընդհանուր գումարից օբշակից $850,000 է վերցրել, նաև գումար ստացել բիզնեսմեններից եւ մարզիկներից, նրանց օրենքով գող կարգելու համար։ Դեդ Հասանին մեղադրում է նաև թմրամիջոցների ոչ լեգալ օղու տեխնիկական սպիրտի առևտրի մեջ, որն այն ժամանակ համարվել է գողական աշխարհում ոչ վայել արարք։ Հասանը որևէ բացատրություն չի տվել, ավելին 3 անգամ չի մասնակցել հավաքին, ինչը նրա հեղինակությունը կասկածի տակ է դրել։ Օգանովը հերթական հավաքի ժամանակ պահանջել է թագազրկել Դեդ Հասանին։ Այդ ժամանակ Դեդ Հասանին փրկել են նրա կապերն ու հսկայական ունեցվածքը։ 1996 թվականի ապրիլի 15-ին տեղի է ունենում Օգանովսկու նկատմամբ առաջին մահափորձը։
Կիսլավոցքում մեկ այլ օրենքով գողի հուղարկավորությանը գնալիս պայթեցնում են Բակինսկու մեքենան, սակայն նա ողջ է մնում։ Մի քանի օր անց սպանվում են Բակինսկու մտերիմները Էդուարդ Ավագյանը եւ Գագիկ Շատվարյանը։ Սպանվում են նաեւ պատահական անցորդ երկու թոշակառուներ։ 1997 թվականին առևանգվում է ոմն Վանիկ Կարակոզյան, որը դաժան տանջանքներից հետո պատի մեջ բետոնվում է։ Պարզվում է, որ նա է լինում Բակինսկու մահափորձի հեղինակը։ Հետագայում Ռուդիկի հրամանով սպանվում են դեթասանի բազմաթիվ կողմնակիցներ, այդ թվում օրենքով գող Բարադան, քրեական աշխարհում հեղինակություն համարվող Հարութը եւ այլք։ Ավելի ուշ Սոչիում 70 օրենքով գողերի մասնակցությամբ հավաքի ժամանակ որոշվում է թագազրկել դեթասանին։ Խնդրի վերջնական լուծման համար 1998 թվականի սեպտեմբերին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 120 օրենքով գողերի մասնակցությամբ Օդեսայում գողական հավաք է հրավիրվում։ Ուկրաինական եւ ռուսական ուժայինները հավաքը դեռ չսկսած այն ցրում են։ Հասանի փոխարեն հանդիպման վայր են ներկայանում ոստիկանները։ Հետագայում Հասանն է հավաք հրավիրում եւ Ռուդիկի հավաքի մասնակիցներին անվանում տականքներ։ 1998 թվականին անհաջող մահափորձ է կատարվում Դեթասանի նկատմամբ, նույն թվականի հոկտեմբերի 17-ին պատասխան մահափորձ է կատարվում Բակինսկու նկատմամբ։ Կրակահերթ է արձակվում նրա ավտոմեքենաների կորտեժի ուղղությամբ։ Բակինսկին չի տուժում։ Նրա եւ Դեթասանի միջև պատերազմը երկու կողմից խլում է շուրջ 150 մարդու կյանք։ Այս կոնֆլիկտը հանգուցալուծվում է 1999 թվականի փետրվարի 11-ին Ռուդիկ Բակինսկու սպանությամբ։ Այդ տարիներին Ռուդիկ Բակինսկին բնակվում էր Պիտիգորսկում, որտեղ կատարյալ պահպանության տակ էր, սակայն ունենում է մեկ բացթողում, առանց պատշաճ անվտանգության այցելում է Մոսկվա։ Մկադի վրա գտնվող սրճարանում նրան դիմավորում են 6 ավտոմատավորներ, որտեղ 40 գնդակ է արձակվում Ռուդիկ Բակինսկու ուղղությամբ։ Լեգենդար օրենքով գողի ստեղծած հսկայական իմպերիան շատ կարճ ժամանակում անցնում է Դեթասանին։ Թեև Բակինսկին արդեն մահացած էր, սակայն նրա կողմնակիցների եւ Դեթասանի միջև վերջին պատերազմը լինում է 2001 թվականին, երբ սպանվում են Ռուդիկի կողմնակիցներ Չոգրաշի եղբայրները։ Ամբողջ կյանքի ընթացքում Ռուդիկ Բակինսկին դառնում է բազմաթիվ օրենքով գողերի կնքահայրը։ Ահա այսպիսի ավարտ է ունենում գեներալ Ռուդիկ Բակինսկու կյանքը, որը քաոսային կրիմինալ Ռուսաստանում ապահովում էր հայ գործարարների անվտանգությունն ու խաղաղ գործունեությունը։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։